Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, հրապարակվել է արտաքին հետախուզության ծառայության կողմից պատրաստված տարեկան զեկույցը, որում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները 2026 թվականին կդառնան ավելի ընդգրկուն, բարդ եւ մասշտաբային։ Պարոն Խաչատրյան, հաշվի առնելով, որ այս տարի ընտրական տարի է, հունիսին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, հնարավոր վտանգները, այդ թվում հիբրիդային հարձակումների տեսքով դուք որ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից եք սպասում։ Իհարկե տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ փորձում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, բայց վերջերս գաղտնիք չէ, որ ուժգնացել է հռետորաբանությունը Հայաստանի Հանրապետության պետականության ինքնիշխանության դեմ եւ տեսնում ենք, որ որոշ գաղափարախոսներ, հրապարակախոսներ, քաղաքական գործիչներ արդեն բացեիբաց ինչ-որ կարծիքներ են արտահայտում եւ ըստ իրենց կարծիքների իրենք չեն ընդունում Հայաստանի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի եւ մի շարք այլ երկրների, միջինասիական երկրների սուվերենությունը եւ գտնում են, որ այդ երկրները պետք է լինեն իրենց պետության իշխանության ներքո եւ սա իհարկե վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը եւ այո, կարծում եմ ինչքան նախընտրական օրերը մոտենան, այդքան ավելի ուժ գնալու այդպիսի հայտարարությունները եւ դրանք ոչ միայն հայտարարություններ, այդ հայտարարությունների հետ մեկտեղ նաեւ բազմաթիվ այլ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի Հանրապետության պետականության թուլացման ուղղությամբ եւ նաեւ այդ միջոցներից մեկը ընտրական process-ներն են, որովհետեւ մեկին գաղտնիք չէ, որ ընտրական process-ներում ներգրավված է մի ուժ, որը կոնկրետ ուղարկված է Ռուսաստանի Դաշնությունից եւ այդ ուժի լիդերները Ռուսաստանի Դաշնությունում են գործունեություն ծավալում, իրենց ամբողջ բիզնեսը ունեցվածքը Ռուսաստանի Դաշնությունում է եւ նրանք կառավարվում են այդ կենտրոնների կողմից, այլ կերպ չէ կարող լինել եւ այդ մարդիկ այսօր քաղաքական գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետությունում եւ շատ փայլուն եւ գույնզգույն ինչ-որ կերպարանքներ ընդունելով փորձում են հավաքագրել իրենց խմբում, իրենց շարքերում նաեւ մեր քաղաքացիներին եւ պետք է ասեմ շատերն էլ մի որոշ մասներ բարեխիղճ մոլորության մեջ ընկնելով հավաքագրվում են, ինչի եմ ասում հավաքագրվում, չեմ ասում անդամակցում, ասում հավաքագրվել, որովհետեւ այդ շարժումները դրանք դեսանտ են իջեցված Հայաստանի Հանրապետությունում եւ նրանց մասնակցությունը դա արդեն հավաքագրել է։ Այսինքն հավաքագրումը բառը միշտ օգտագործում է տերմինը զորք հավաքագրելուն, գործակալ հավաքագրելուն եւ ես տեսնում եմ, որ այդ ուժերը որոնք տնօրինում են շատ մեծ ֆինանսական ռեսուրսների, փորձում են ամեն կերպ քաղաքական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, իհարկե միակ նպատակը նա է, որպեսզի Հայաստանը ինքնիշխանությունից զրկվի, այլ նպատակ չկա այստեղ եւ երբ ակնկալվում է, որ նրանք այդ արդյունքին չեն կարողանալու հասնել եւ դա արդեն ակնհայտ է եւ պարզ երևում է, ապա հռետորաբանությունը ավելի է սածկանում։ Արդեն սկսում են խոսել, դե պատերազմ ենք Հայաստանի դեմ, հատուկ ռազմական օպերացիա կազմակերպենք, սուվերենությունից զրկենք Հայաստանին եւ այլ, որովհետեւ տեսնում են, որ քաղաքական ճանապարհներով եւ միջոցներով հնարավոր չի լինում դրան հասնել, քանի որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իմաստուն է, գիտի, տեսել է, այդ դառը փորձի մեջով անցել է եւ որևէ կերպ այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդին հնարավոր չէ փայլուն գույներով եւ չգիտեմ այլ դիմակներով խաբել։ Փայլուն գույներով, դիմակներով հասարակությանը ներկայացող քաղաքական ուժ որպես պարոն Խաչատրյան նկատի ունեք արդեն պետական գրանցում ստացած ուժեղ Հայաստան կուսակցությանը, որի առաջնորդը, ինչպես գիտենք, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն է։ Այո, իհարկե, այո։ Եվ նրանց հետ միացող ուժերը, ովքեր կմիանան, իհարկե դա շատ պարզ է, ակնհայտ է, որովհետեւ գաղտնիք չկա։ Եվ պարզ է, որ նրանք կոնկրետ ծրագրով եկել են Հայաստան, որպեսզի քաղաքական ներազդեցության միջոցով հասնեն իշխանության, ինչը կբերի Հայաստանի ինքնիշխանության կորստի։ Դա միանշանակ է, որովհետև այդ լիդերները, այդ մարդիկ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, այդ մարդիկ այլ երկրի
այլ երկրում գործունեություն ծավալած միլիարդավոր դոլարներ գրավ թողած այդ երկրներում մարդիկ են եւ հակառակ դեպքում եթե նրանք չկատարեն որոշակի հանձնարարությունները իհարկե նրանք կյանքին առողջությանը եւ ունեցվածքին շատ լուրջ վտանգ է սպառնում եւ կարծում եմ մեր ժողովուրդը սա շատ լավ հասկանում է, բայց ես ուզում եմ նաեւ հասկանան այն մարդիկ, ովքեր գնում եւ հավաքագրվում են այդ ուժերին։ Դրսից եկած դեսանտին հավաքագրվում են մեր Հայաստանի քաղաքացիները, որ ինչ անեն հարցս, ինչ անեն, ինչքան էլ որ չսիրեն իշխանությանը, միևնույն է իրենք պետք է սիրեն Հայաստանի Հանրապետությունը։ Իրենք պետք է սիրեն մեր երկրի հարգեն, մեր երկրի ինքնիշխանությունը, սուվերենությունը, պետականությունը ինչքան էլ որ մեզ չսիրեն կամ սիրեն, դա կապ չունի։ Իրավունք չունեն հավաքագրվելու օտարերկրյա դեսանտային ուժերին, այսպես ասած։ Պարոն Խաչատրյան, ձեր ասած այս ուժը արդեն իսկ պոպուլիստական, սոցիալական բնույթ կրող մի շարք խոստումներով է հանդես եկել, օրինակ մի քանի 100,000, մոտավորապես 300,000 աշխատատեղերի ստեղծում, օրինակ տեղորայքի գների մոտ 20% իջեցում, հարկերից ազատում եւ այլն եւ այլն։ Ըստ ձեզ, պարոն Խաչատրյան, մեր հասարակությունը կուլ կտա այդ խայծը սոցիալական բնույթի այսպիսի խոստումներով կգայթակղվի, ձայն տալով նորաստեղծ ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Փոքրամասնություն կլինի, որ այո, այդ խայծը կուլ կտա 100,000-ավոր աշխատատեղեր եւ այլ, իհարկե դա հնարավոր չէ անել, որովհետեւ իրենք էլ լավ գիտեն եւ մինչեւ հիմա ուր էին, մինչեւ հիմա միլիարդներ էին վաստակում, բա ինչու մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ինչ որ բանով չեն փորձել օգնել։ Ինչու մի անգամ աշխատատեղեր չեն բացել, ինչ որ մի բան չեն արտադրել, հա, անընդհատ տարածք են վերցրել, շուկա են դարձրել, հա, այդ շուկայական բիզնեսը բոլորին հասկանալի, բոլորն կարող են դա անել, բայց որ մի բան արտադրեն, մի բան ստեղծեն այս երկրում, նրանք ձանք չեն, որևէ բան չեն արել եւ ինչու են հիմա հայտնվել եւ փորձում են այսպիսի խոստումներ տալ, դե պարզ է ինչու են նոր հայտնվել, որովհետեւ հիմա են իրենց հանձնարարել, որպեսզի հայտնվեն։ Եվ կենաց մահու պայքար մղել։ Հակառակ դեպքում իրենց վիճակը իհարկե շատ վատ կլինի, նաև անձնական վիճակը, սա բոլորին հասկանալի է։ Հասարակության հետ քարոզչական աշխատանք պետք է տանի իշխող ուժը, որպեսզի Այո, իշխող ուժը պետք է տանի, նրանք տանում են եւ բավականին մեծ գումարներ են ծախսում այդ հասարակության հետ աշխատանքների, քարոզչական աշխատանքների ուղղությամբ, լուրջ գումարներ են ծախսվում եւ կարծում եմ, որ իհարկե իշխանությունը պետք է հակադարձի եւ ճշմարտությունը հնարավորինս ներկայացնի հանրությանը։ Ամենավտանգավոր բանը ապակողմնորոշված հանրությունն է, ապակողմնորոշված քաղաքացին է, երբ որ ինքը տնօրինում է կամ ինքը հավատում է կեղծ տեղեկատվությանը, դրա հիման վրա արդեն կայացնում է նաեւ սխալ որոշումներ, ինչի արդյունքում երկիրը մի այլ ուղղությամբ է ընթանում։ Եվ այո, իհարկե իշխանությունը պետք է պատշաճ այս ուղղությամբ աշխատի, սա հիբրիդային պատերազմ է Հայաստանի Հանրապետության դեմ, տեղեկատվական պատերազմ է, տեղեկատվական պատերազմին պետք է համարժեք գործիքներով դիմակայել։ Ձեր ընդդիմադիր գործընկեր պարոն Արմեն Ռուստամյանը Հայաստան խմբակցությունից այսօր ճեպազրույցի ժամանակ մասնակիորեն բացահայտեց այն խաղաքարտերը, այն մարտավարությունը, որով պատրաստվում են մասնակցել 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, ասաց նախ, որ փորձելու են լայն ընդդիմադիր ճակատով մասնակցել եւ ասաց, որ քննարկումներ են սկսել բոլոր քաղաքական ընդդիմադիր անկեղծ ուժերի հետ, անկեղծ ասելով նկատի ունի այն ուժերին, որոնք իսկապես ուզում են, որ ձեր կառավարությունը, ձեր իշխանությունը րոպե առաջ հեռանա։ Ի պատասխան իմ հարցադրման, արդյոք իրենք խորհրդարան եթե անցնեն, Գյումրի 2 սցենարի կրկնությունը չեն բացառի, մասնավորապես եթե ստացվի այնպես, որ խորհրդարան անցնի նաև ուժեղ Հայաստան կուսակցությունը, հնարավոր է այդ ուժի հետ կոալիցիա ձևավորեն, ասաց այո, եւ Գյումրի 2 սցենարից է, որ իշխանությունը պարզապես սարսափում է։ Ինչ կասեք այս մասին։ Իշխանությունը որևէ բանից չի սարսափում, բայց իշխանությունը ամեն ինչ անելու է, որ այս երկրի պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը պահպանվի, այն ինչ արդյունքների մենք հասել ենք այսօր եւ երկիրը դրել ենք մի հատ շատ կարեւոր եւ ամուր ռելսերի վրա եւ շատ արագ մեր երկիրը առաջ է ընթանում, այս ընթացքը մենք որևէ կերպ թույլ չենք տալու, որ կասեցվի։ Այո, իրենց հույսը Գյումրի 2 սցենարն է, իրենք հույս ունեն, որ քաղաքացիական պայմանագիրը 50+1% չի հավաքի
մանդատներ չի ունենա, ավելի ճիշտ 50+1 մանդատ չի ունենա եւ նրանք ամեն մեկը մի քանի ձեն, մի քանի տոկոս կհամախմբվեն եւ կդառնան մեծամասնություն եւ կձևավորեն իշխանություն, որից հետո արդեն պարզ է Հայաստանի Հանրապետության ինչ է սպասվում։ Իրենք այդ հույսով են, իհարկե այդ հույսով են, դե դա շատ հասկանալի է, մաթեմատիկական հաշվարկ է եւ ինչը մենք իհարկե թույլ չենք տալու եւ հնարավոր չի պատկերացնել։ Ինչպես եք դիմակայելու, պարոն Խաչատրյան։ Մենք ինչով ենք դիմակայում։ Մենք այո, հիբրիդային պատերազմի դեմ որոշակի գործիքակազմ, որոշակի լրատվական դաշտում մեծ աշխատանքներ ենք իրականացնում, բայց ամենակարևորը այն է մեր կատարած աշխատանքները։ Տեսեք 5 տարվա մեջ այդ աղետների, ձրկանքների, պատերազմների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է իր առջև դրած խնդիրները լուծել։ Խաղաղություն, այսքան շինարարություն, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, անվտանգություն, բանակ, զենք, մի խոսքով տնտեսության մակարդակը բարձրացվել է բանը այս որը որ հրաշք էր թվում այն ժամանակ ոնց կարելի էր դա անել, բայց հաջողվեց։ Ժողովրդավարական արժեքների ամրապնդում, դատական բարեփոխումներ, իրավապահ համակարգի բարեփոխումներ, եթե թվարկեմ երկար պետք է թվարկեմ, բայց մեծ ծավալի, ահռելի ծավալի աշխատանք է իրականացվել մեր կառավարության կողմից եւ դա մեր ժողովուրդը գնահատում է եւ տեսնում է լավագույն գնահատականը կատարված աշխատանքն է։ Նախկինում ասում ենք մեզ ընտրեք ապագայա լինելու, ապագա կա, հիմա ասում ենք այդ ապագան հիմա է, սկսվել է։ Դպրոց կա, ճանապարհ կա, անվտանգությունը կա, զենքը կա, ամեն ինչը կա, սկսվել է եւ իհարկե ընթացքի մեջ է եւ զարգանալու դեռևս մեծ տեղ ունի եւ անսահման։ Արմեն Ռուստամյանը, պարոն Խաչատրյան, իր խոսքում նաև անդրադարձավ խաղաղության օրակարգին, ասաց, որ դուք խաղաղության փուչ խոստումով եք փորձելու այս անգամ խաբել ժողովրդին, կամահրանքով վերաբերվելով նաև TRIP-ի որպես նախագիծ իրագործմանը, ասաց, որ սա աղաղակող վկայությունն է այն բանի, որ Հայաստանը 26%-անոց սուվերենություն ունի այդ մեգա նախագծում, ասաց նաև, որ ըսկի որ չբանակցեին էլ այդ 26% մասնակցությունը ստանալու են։ Դուք այնքան ապաշնոր, վատ բանակցող եք, որ չեք ձգտել գոնե 50+ մասնակցության բաժին ունենալ։ Նաև եզրափակեց խոսքն ասելով, որ դա իրավական որևէ ուժ չունեցող փաստաթուղթ է։ Եթե Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպարտամենտի, այսինքն կառավարության միջև կնքված ռազմավարական նշանակության փաստաթուղթը, պայմանագիրը իրավական ուժ չունի, ապա Արմեն Ռուստամյանը ապա թոմտացի այդ որ երկրի հետ տենց կարա իրավական երևի Ռուսաստանի Դաշնության հետ կնքված բոլոր պայմանագրերն են շատ ուժեղ իրավական ուժ ունենում սկսած նոյեմբերի 9-ի փաստաթղթից եւ վերջացրած մյուսներով։ Բալավ, էլ որը իրավական ուժ ունի։ Իհարկե Արմեն Ռուստամյանը չեմ ուզում բառ օգտագործել, բայց պետք է ասեմ պրիմիտիվ ձևով փորձում եք խաբել մեր ժողովրդին, ինչ որ մեկը կարա հավատա եւ գնա ինչ որ մի բան այլ ձև անի, պրիմիտիվ կերպով։ Խաղաղության օրակարգը այսօր շատ ամուր հիմքերի վրա է եւ այդ ամրությունը երևաց վերջին պայմանագրի ստորագրում, դրանից ավել երաշխիք գոյություն չունի։ Երբ Միացյալ Նահանգները երաշխիք են այս տարածաշրջանում խաղաղության եւ նաեւ այդ ճանապարհի աշխատելու եւ բացման մասով։ Ինչ վերաբերում է 26 թե 27%, 26%։ 26։ Պետք է ասեմ, որ սա չի վերաբերում Հայաստանի Հանրապետության պետբյուջե մտնող մաքսատուրքերի եւ այն պետական վճարներին, որոնք պետք է լինեն, դա դրան չի վերաբերում։ Ուղղակի մի ընկերություն է լինելու, ով զբաղվելու է ճանապարհի սպասարկմամբ, տեխնիկական սպասարկմամբ, եւ այդ ընկերությունը այդ սպասարկման, այդ ծառայությունը ստեղծելու համար լուրջ ներդրումներ է անելու միլիոնավոր դոլարների եւ այդ միլիոնավոր դոլարները հետ ստանալու համար իհարկե սկզբնական շրջանում 26-74 հարաբերակցություն է լինելու։ Սա նորմալ բիզնեսի տրամադրություն է։ Ներդրողը սկզբից ավելի մեծ փայաբաժին է ունենում, այսպես ասած, մինչեւ իր ներդրումները հետ գա։ Ներդրումները հետ գալուց հետո, եթե պայմանագիրը Արմեն Ռուստամյանը երկրորդ մասը, չգիտեմ ինչու չի ասել, բայց պետք է ասել, որ նաեւ նախատեսվում է հետագայում 49-51 հարաբերակցություն։ Երբ որ ասենք որոշակի ներդրումային ծախսերը հետ կվերադառնան, նորմալ բիզնես պրոյեկտ է, շատ լավ բիզնես պրոյեկտ է եւ այդ ճանապարհը Հայաստանի Հանրապետությանը բերելու է շատ արագ տնտեսական զարգացում, շատ այնպիսին, որ մենք երբևէ չենք տեսել, չենք էլ պատկերացնում
եւ ինչը իր հետևից բերելու նաեւ բոլոր բնակավարներում շատ արագ զարգացում, սկսած անվտանգության բնակավարից վերջացրած բոլոր բնակավարներում։ Սա մեր ժողովուրդը շատ կարճ ժամանակահատվածում իր վրա զգալու է, հենց ճանապարհը բացվեց։ Նույնիսկ արդեն շինարարության ժամանակ մեր երկրում տնտեսական շարժերի վրա այդ ամեն ինչը զգացվում է։ Գուցե այդ է պատճառը, պարոն Խաչատրյան, որ մեր հյուսիսային դաշնակիցը շատ անհանգստացած է եւ մեր դեմ, այսպես ասած, հատուկ ռազմական օպերացիա իրականացնելու մասին հայտարարություններով է հանդես գալիս իր ռոպագանդիստների բերանով, այսինքն չեղարկել այս տնտեսական մեգանախագիծը Հայաստանին վերադարձնել իր ծիր եւ որպես ֆորպոստ տնօրինել։ Իրականում ինչ էր 44 օրյա պատերազմից հետո մեր ռազմավարական դաշնակիցը անընդհատ իմ կարծիքով Ադրբեջանին հորդորում էր, որպեսզի պատերազմ սկսի Հայաստանի Հանրապետության դեմ, որպեսզի Միջանցքի հարցը լուծվի, սրանով միանգամից կլուծվի Հայաստանի ինքնիշխանության հարցը, այսինքն Հայաստանը զրկվում է ինքնիշխանությունից եւ մենք դառնում ենք ինչ որ Ռուսաստանի Դաշնության մի ծայրագավառ։ Հա, այս ամբողջ պլանը եղել, բայց երբ որ Ադրբեջանը 1-2 անգամ փորձեց, հետո այլևս սկսեց չփորձել եւ ցանկություն չուներ այդ ճանապարհով գնալ, նախ սրվեցին ադրբեջանա-ռուսական հարաբերությունները եւ արդեն սկսվեց այլ պայքար։ Մհնու համաժամանակ գնում էր նաեւ քաղաքական պայքար տարբեր դեմքերով, սկզբից ասենք Ռոբերտ Քոչարյան, Արթուր Վանեցյան, Վազգեն Մանուկյան, հետո սրբազաններ, հետո կաթողիկոսներ, բոլորը ինչքան ռեսուրս ունեն քաղաքական դաշտում կիրառվեցին։ Տեսան դա էլ արդյունք չի տալիս, ու սրա հետ մեկտեղ Հայաստանը կոնկրետ արդեն խաղաղություն է փաստագրում, հերիք չի մի հատ է պայմանագիր, իրանց գործերը այդքան էլ լավ չէր, մի հատ էլ պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, սա իհարկե բերել է հիստերիկ ցնցումների։ Եվ այդ ցնցումների արտահայտման ձևերից մեկը այդ ռոպագանդիստներն են, որոնք չեն մեկը մյուսին հերթ չտալով ասում է, դե որ ոչ մի բան էլ չի օգնում, մնում է պատերազմել Հայաստանի դեմ։ Ուղղակի պատերազմել եւ վերացնել, հիմնահատակ ավերել եւ Հայաստանը ինչ իրավունք ունի սուվերեն երկիր դառնա եւ ցավալին ամենացավալին նա է որ այդ խոսակցությունը տանող այդ ցանկությունները ունեցող քաղաքական ուժը իրենց դեսանտը որ հիմա Հայաստանում է մեր քաղաքացիները գնում եւ անդամագրվում են այդ դեսանտին հավաքագրվում են այդ դեսանտին այդ ցավալին սա է Գանք եկեղեցու շուրջ զարգացումներին, պարոն Խաչատրյան, գիտեք, որ եկեղեցու բարենորոգման ծրագրով են հանդես եկել Հանրապետության վարչապետը, որին միացել են նաև 10 եպիսկոպոսներ, սակայն տպավորություն է, որ այդ ծրագիրը տեղում դոփում է, այն իրականանալու որևէ շանս չունի, որովհետև եկեղեցին որպես ինստիտուտ իր ամբողջության մեջ դիմադրում է։ Դուք ինչ ելք եք կանխատեսում այս բարենորոգման ծրագրին եւ արդյոք մինչեւ հունիսի ընտրություններ հնարավոր համարում եք Գարեգին Բ-ի հեռացումը։ Ես կարծում եմ Կտրիչ Ներսիսյանը ամեն ինչ անելու է որ մինչև հունիս չհեռանա եւ այդ հրահանգներն էլ հաստատ ստացել է որ հանգարց մինչև հունիս չհեռանա, որովհետեւ գոնե աննշան հույս ունեն որ հունիսին կարող է մի բան փոխվել այս երկրում իշխանապողություն լինել ընտրությունների միջոցով դե շանս է պետք է օգտագործվի ամեն ինչ անելու է մի խոսքով որ չհեռանա ես կարծում եմ շարունակությունը պետք է լինի արդեն իրավական գործընթացների մեջ տեսեք արդեն հանրային դաշտում վերջին ժամանակահատվածում եւ մինչեւ այս շարժումները սկսելը բավականին շատ է ինտեգրատվությունը այն մասին որ եկեղեցում չարաշահումներ են լինում ֆինանսական որ այլ երկրի հատուկ ծառայություններ են մատուցում, որ պետության դեմ ուղղված միջոցառումներ են իրականացնում պետականության, որ պաշտպանում են այլ երկրի շահերը մեր երկրում, որ մշակութային արժեքները անգին, գին չունեցող մասնատում նվիրատվություններ են անում, չգիտեմ այլ երկրի եկեղեցիներին կամ չգիտեմ ում, այս եւ բազմաթիվ այդպիսի տեղեկություններ, բազմաթիվ։ Հիմա այդ տեղեկությունները եթե վեր ենք լուծում, ստացվում է, որ դրանց մի մասը նաեւ հանցագործությունների մասին բաներ են, առերևույթ հանցագործությունների մասին տեղեկություններ են եւ կարծում եմ կգա մի օր, որ պետությունը արդեն պետք է զբաղվի սրանով եւ ստուգի, որոնք են դրանցից հանցագործությունները, հանցակազմի տարբեր պարագայում եւ որոնք ոչ։ Իհարկե դա կլինի միայն այն դեպքում, երբ որ ասենք մեր եպիսկոպոսները որոշակի հաղորդում, հայտարարություն կներկայացնեն, ամեն դեպքում, տեսեք, վերջին ընթացքում դատարանը որոշում կայացնել, վերականգնել չէ։
Մասյացյոտի թեմի, այո։ Թեմի առաջնորդի պաշտոնը վերականգնել եւ նրան պաշտոնից ազատումը անհիմն եւ համավեր համարեց, այսինքն սկսվել է իրավական process-ներով այս հարցի լուծումներին գնալ։ Ես կարծում եմ, որ լուծումը իրավական դաշտում է։ Եթե կա անիրավություն, հետեւաբար այդ անիրավության դեմ պետությունը պայքարելու եւ միջոցներ ձեռնարկելու պատասխանատվություն ունի։ Կարծիք կա, որ Գարեգին Բ-ի կայացրած որոշումները, հրամանները ընդդատյալ չեն Հայաստանի դատական համակարգին։ Դե հիմա դուք տեսաք, որ աշխատանքային փոխհարաբերություններ են, որը քննվեց դատարանի կողմից եւ վճիռ կայացվեց եւ վճռով բավարարվեց հայց ներկայացնողի հայցադիրում նշված պահանջները եւ այսինքն Գարեգին Բ-ի Կդրիշ Ներսիսյանի հրամանը ասեմ, թե որոշումը ասեմ, համարվեց ապօրինի եւ ոչ հիմնավոր։ Սա արդեն առաջին փորձը կա, նշանակում է, որ նման հարաբերություններ չկան աշխատանքային, որը ընդդատյալ չլինի Հայաստանի Հանրապետության դատարաններին։ Եկեղեցին գործում է Հայաստանի Հանրապետության մեջ, եկեղեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եւ այստեղ պետական ատյանները շատ մեծ դերակատարումներ ունեն։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խաչատրյան։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։